Հիշատակի օր կարելի էր սահմանել հոկտեմբերի 6-ը, երբ Նիկոլը գնաց Պրահա ու ստորագրեց Արցախը հանձնելու թղթի տակ։ Ինչպես որ մենք ունենք Շուշիի ազատագրման օրը, այնպես էլ պետք է հիշատակի օր սահմաներ Շուշիի անկման օրը։ Հիշատակի օր կարելի է ընդունել օգոստոսի 25-ը, երբ Փաշինյանը հանձնեց Բերձորն ու Աղավնոն։ Հիշատակի օր կարելի էր սահմանել դեկտեմբերի 18-ը, երբ հայկական զորքը դուրս բերվեց Սյունիքում դիրքերից և թշնամին ունեցավ առաջխաղացում։ Հիշատակի օր կարելի էր սահմանել սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա հարձակվեց Ադրբեջանը, սկսեց էթնիկ զտումը, Նիկոլ ասեց մենք չենք խառնվի, Հայաստանը կողքից կհետևի, թե ինչ է տեղի ունենում, եթե ինտերնետի որակը լավը լինի։ Երկիրը, որտեղ 5000 տարի հայեր ապրել, մեկ շաբաթում դատարկվեց և ուրեմն այդ մեկ շաբաթվա յուրաքանչյուր օր կարելի է սահմանել ՍՔ օր։ Եթե ուզում եք իմանալ, ՍՔ օր պետք է հայտարարել մայիսի 8-ը։ Դա այն օրն է, երբ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հիշատակի օր կարելի է սահմանել նաև հունիսի 20-ը, դա էլ այն օրն է, երբ դա վերընտրվեց, ապա ունեցանք ավելի շատ կորուստներ, քան մինչ այդ էր։ Այս բոլոր օրերը Նիկոլը թողեց մի կողմ և զոհվածների հիշատակի օր սահմանեց հունվարի 27-ը։ Այն բացառիկ օրերից է, որ Նիկոլի օրոք կորուստ չենք ունեցել։ Դա էլ դարձավ հիշատակի օր։